երեք հայտարարություն ենք տարածել 10 եպիսկոպոսներով Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հանձնաժողովով։ Դուք չեք պատրաստվում առաջնորդանից հեռանալ։ Մենք ասացինք տարածել ենք հայտարարություն, որտեղ նշված է, որ որևէ տնօրինություն, որևէ կոնդակ, որևէ որոշում լինի ժողովական կամ անհատական չենք համարում լեգիտիմ եւ կարծում եմ նաեւ տեղյակ եք Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությանը, որ լեգիտիմ չէ կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի որևէ որոշում։ Բայց վարչապետն ինչ կապ ունի, ախր դուք դա լավ գիտեք, չէ՞ Սրբազան, եկեղեցին առանձին է կառավարվում։ Մենք վարչապետը իբրև պետության ղեկավար, իսկ մենք 10 եպիսկոպոսներով Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հանձնաժողովի անունից տարածել ենք հայտարարություն։ Եվ Մայրաթորի հայտարարության մեջ նշվում է, որ դուք ճնշել եք թեմի եկեղեցականներին, ինչ-որ բան եք պարտադրել, սա ինչպես կմեկնաբանեք, ինչի մասին է խոսքը։ Կեղծիք, Մայրաթորի կողմից տարածվող հերթական կեղծիք, այդպես կմեկնաբանեմ։ Եվ Սրբազան, հիշարժան են դառնում են տեսանյութերը, որտեղ դուք նայում եք ոստիկաններին, ասում եք ում եք ծառայում, ես ինչ եք անում, երբ որ Մայրաթոր էին մտել։ Հիմա ինչ փոխվեց։ Չգիտե ինչ է կատարվում։ Երբ որ իմացա ինչ է կատարվում, երբ որ իմացա, որ հայ եկեղեցին դարձրել են գործիք, ոչ միայն հասկացա, արդեն որոշ տևական ժամանակ այդ կասկածը, այդ անվստահություն ունեի, որ մենք դարձել ենք կցորդ քաղաքական ուժերի ներքին, եւ երբ որ հասկացանք նաեւ, որ դա արտաքին թելադրանքով է, որ 5 տարի հայոց եկեղեցին տառապում է ուղղակի անհասկանալի կերպով քաշված լինելով քաղաքական կյանքում, որը երբևէ չի եղել, չենք ունեցել մենք պատմականորեն նման նախադեպ։ Հայ եկեղեցին երբևէ սեփական պետության դեմ չի պայքարել։ Մենք ունեցել ենք շրջան գրեթե 1000 տարի, երբ հայ հողի վրա չենք ունեցել պետականություն, եւ հայ եկեղեցին ամեն ինչ արել է հանուն պետականության, հանուն այդ տեսիլքի, հանուն այդ երազանքի։ Այսօր ունենք պետություն եւ պայքարում ենք սեփական պետության դեմ։ Ես չեմ կարող կիսել կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի հայացքները։ Բայց ասում են, տեսեք, կներեք, լսեք։ Ուրեմն մենք ուխտ ենք արել, որ պիտի պաշտպանենք, ես իբրև եկեղեցու հոգևորական ուխտ եմ արել, որ պիտի հավատարիմ մնալ հայ եկեղեցու վարդապետությանը։ Այս խնդիրը սկսեց այնտեղից, երբ որ հրապարակվեցին Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ անպարկեշտ բնույթի տեսանյութեր, խոսքը սկանդալի մասին է, եւ կաթողիկոսը տևականորեն քայլեր չձեռնարկեց եւ դիրքորոշում հայտնելու։ Փորձաքննությունն էլ անտեսեց, մեր խնդրանքները, մեր հորդորները լրիվ անտեսեց։ Ես ուխտ եմ արել հայ եկեղեցու հավատքը պաշտպանելու, այստեղ իմ հավատքը աղավաղված է։ Կաթողիկոսը այլ խոսքով ասած շեղված է ուղիղ վարդապետությունից։ Մյուսը, մեր ուխտը վերաբերում է նաև մեր պետականությանը, մեր հայրենիքին։ Ես չեմ կարող կիսել օտար երկրի շահերին ծառայելու իր ընթացքը։ Դուք տեղեկություն ունեք, որ կաթողիկոսը օտար պետությանն է ծառայում։ Ես տեղեկություն ունեմ եւ բազմիցս հայտարարվեց, որ իր եղբայրը եւ ինքը գործակալներ են։ Բազմիցս հայտարարվեց երկրի բարձրագույն ամբիոնից։ Բայց ապացույց չներկայացվեց, կներեք։ Եղբոր վերաբերյալ թուղթ հրապարակվեց, չէ՞։ Իսկ կաթողիկոսը, ոչ էլ եղբայրը, ոչ հերքում են, ոչ էլ դատի են տալիս։ Թող դատի տան։ Դե գուցե Գարեգին երկրորդը ամենայն հայոց հայրապետի դիրքերից է նայում այս ամեն ինչին ու ասում է, որ դե իմ զավակներն են, հիմա կարող է սխալել, թույլ տան ինչպես դատի տամ։ Գուցե դիրքերից է նայում, որ դատի չի տալիս։ Չեմ կարծում, իսկ երբ որ շինարարների այդ խնդիրներ են ունենում, այդ ինչպես է ստացվում, որ մտնում են դատարան, չեն նայում, որ իրենց զավակների հետ գործում են։
շինարարների, այո։ Դատի է տվել կաթողիկոս։ Բազմիցս դատեր կան։ Հայ եկեղեցին գնացեք հետաքրքրվեք։ Բազմաթիվ դատեր ունի դատարաններում։ Տարբեր հարցերով, կլինի հողային, կլինի գույքային, կլինի շինարարների հետ կապված։ Ինչի մասն է խոսքը։ Այդ ժամանակ չեն մտածում, որ իրենց զավակներն են։ Ես ասեցի, չեմ ուզում այստեղ շատ ծավալվել, երկու հիմնական պատճառ ունեմ։ Ուրեմն առաջինը իմ ուխտը վերաբերում է մեր հավատքին։ Երբ որ սրբապղծությունը հովանավորվում է, այլ խոսքով երբ որ դու չես պատժում, նշանակում է հովանավորում ես, երբ որ անտեսում ես ամեն տեսակի փորձաքննություն, եւ երբ որ մեր պետականության հանդեպ կատարվում է ոտնձգություն, մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ կապ չունի ով կլինի օրվա իշխանություն, դա մեծ հաշվով չպիտի հետաքրքրի։ Իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Ումը կընտրի ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ։ Այսքանը կներեք, իմ բանը ավելացնեմ։ Եվ եթե կաթողիկոսը չէր ուզում, որպես այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեն, թող չհրապարակեր արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Կաթողիկոսն է հրապարակել։ Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել։ Կաթողիկոսն է այս, չէ, մի րոպե, աղմկարից բան է ասում, այսինքն դա կաթողիկոսն է նկարել, մի րոպե։ Կներեք, քննչական կոմիտեն ունի հարուցած գործ։ Հա։ Ինչի հիման վրա է հարուցել։ Համացանցում հրապարակ։ Համացանցում կա, չէ՞, նաև տեղեկություն, թե այդ արտահոսքը որտեղից։ Կոմպրոմատներ ունի կաթողիկոսը հոգևորականների վրա։ Կներեք, այս շրջանում, խնդրում եմ թույլ տվեք։ Խնդրում եմ, այո, ձեր հետ։ Ասում են, տեսեք այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հերյուրանքներ, չգիտեմ, լուտանքներ, բամբասանքներ, ինչ ասես տարածվեց։ Ես չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այդ պատվերը տրվել էր մեր դեմ։ Չէ, դուք այն մի թեմայից շարունակեք խոսել, սրբազան ասեցիք, այսինքն կաթողիկոսը տեսախցիկներ է դրվել կաթողիկոսի իմացությամբ։ Չգիտեմ ով է դրել, եթե չէր ուզում այս ամեն ինչը, թող չհրապարակեին, որովհետև շատ նեղված էին, երբ որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել, շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալել, ուզում եք ճշմարտությունը իմանալ, գնացեք հետաքննեք։ Դե պատմեք։ Պատմեք։ Ներողություն, մենք մի քանի հարց ունենք, Սրբազան, եւ դուք լսել եք, որ հանրության մի շրջան, հա, մի մաս կա, որ ձեզ 10 եպիսկոպոսների անվանում են տիրադավներ, սրան ինչպես կարձագանքեք։ Ովքեր մեզ անվանում են տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է։ Հիմա դուք Դա պատրաստվում եղավ պատասխանը։ Դուք հիմա պատրաստվում եք դեպքերում, քանի որ ազատված եք եւ նոր հոգեվորական է այդտեղ նշանակված։ Դեպ այս թեմը հենց կաթողիկոսի կողմից պատրաստվում եք դուրս գալ։ Վանեցյանը ԱԱՑ նախկին տնօրեն հարցազրույցներից մեկում ասաց, որ գիտենք այս հոգեվորականների վրա ինչ կոմպրոմատներ կան։ Գիտեք, թող ժամանակին ինքը զբաղվեց։ Ձեզ չեն վախեցրել կոմպրոմատով։ Բացատրեք։ Մենակ հարցը։